Դատավորի այսպես ասած չեմ կարող ասել, քանի որ ինքը ներկայանում է անընդհատ առանց պաշտպանի ու իր ամբողջ խնդիրը ինչ որ կայանում է, որ ինքը առանց պաշտպան չի կարող դատի մասնակցել։ Հենց մեղադրյալը ամեն անգամ հանրային պաշտպան են տրամադրում, հանրային պաշտպանը չգիտես ինչու դատի մի օր մնացած հրաժարվում է։ Ու արդեն 3-7-րդ նիստն էր, էլի ինքը չներկայացավ, իր պաշտպանը չներկայացավ ու այսպես շարունակ։ Այսինքն ձեր բողոքն այն է, որ դատական process-ները ձգձգվում են եւ մինչեւ օրս այդ շիրմաքարի համար, այդ անբարոյական քայլի համար այդ անձը գողը, այսպես ասած, չի ստանում իրեն արժանի պատիժը, դա է ձեր բողոքի։ Ես ուզում եմ, որ այս հարցը շատ շուտ լուծվի, իմ գումարը հետ վերադարձվի, որովհետև ես այդ գումարը ինձ չեն օգնել, դա իմ տղայի մի ժամ ինքը այդ մեքենան չի վարել, մի ժամ առել է, գնացել է պոստեր ու զոհվել է։ Ես չեմ ուզում, որ ինքը վայելի այդ գումարը, իմ գումարը հետ վերադարձնեն, ինքն էլ պատժվի օրենքի խստությամբ, եթե կա այդ օրենքը։ Իմ գումարի մասին է խոսքը։ Գումարը 12,000 ԱՄՆ դոլար։ Ինքը հրաժարվում է, ինքը ասում է ես 6500-ն եմ վերցրել, որովհետև 6500-ը որ տրամադրել եմ, վկաներ են եղել, մնացածի ժամանակ մենակ եմ եղել տանը, որ պահի զանգել ասել այսքան փող է պետք քարի համար տվել եմ։ Կանխիկով եք վճարել։ Կանխիկով եմ վճարել, ունեմ փոքր գումարներ վճարած քարտով, իր աղջկա անունով քարտ կար, այդ քարտին եմ վճարել, ու ինքը պահից օգտվեց, այն պահից սկսեց ինձանից գումար տանելը, որ հասկացա, որ ես խելագարված վիճակում եմ։ Իրան ինչքան պետք էր տարավ։ Իսկ պաշտպանին դատարան այսպես ասած վերելու լիազորություն իրավասություն չունեն։ Պաշտպանը սկզբից որ իրան վերման ենթարկեցին, հետո ինչ որ ես իմացա, որ ինքը գրավի դիմաց իրան բաց են թողել, ես դա հիմա արդեն կճշտեմ, ես երեկ եմ իմացել, պաշտպանը ինչ որ հետո հրաժարվել է իր գումարը չվճարելու համար, դիմեց դատարան, դատարանը հանրային պաշտպան խնդրեց, որ տրամադրեն, եկավ դատի օրը, նախ ինքը ներկայացավ էլի առանց պաշտպան, պատճառաբանելով, որ հունիսը հուլիսի հետ խառնել է, շփոթվել է, դրա համար պաշտպանին չի հասցրել զանգի որ գան։ Հաջորդ նիստին եկավ առանց պաշտպան, ասեց պաշտպանը էլի հրաժարվել է, նորից հանրային պաշտպան տրամադրեցին, եկավ հաջորդ նիստին, էլի ինքը եկավ մենակ, ասեց տեղյակ չեմ իմ պաշտպանից, դատարանից զանգեցին, պաշտպանն ասեց ես 10 օր առաջ իրան տեղեկացրել եմ, որ ես ձեր գործից հրաժարվում եմ։ Նորից ասեց հանրային պաշտպան կտրամադրեն, 3 նորից դատներ, ինքը չներկայացավ, հանրային պաշտպանը զանգեցին, ասեց ես չեմ հասցրել տեղեկացնեմ, որ չեմ գալիս։ Ու նորից դատը հետաձգեցին հունվարի 20, ու վստահ եմ, որ հունվարի 20-ին էլի ինչ-որ պաշտպանի խնդիր է լինելու, որովհետև շատ լավ ես գիտակցում եմ ինքը ինչի է գնում, Անվերջ չի կարող այսպես խափե։ Ինքը ուզում է հասնի նրան, որ գործը վաղեմության ժամկետ ունենա ու փակվի, բայց ես իրան դա թույլ չեմ տա, ես չեմ թողի, որ ինքը իմ երեխու արյան փողի վրա քայլի։ Իսկ չեք ասի ինքը, այսինքն վճարողունակ է, սնանք չի հայտարարված, իր անվան դիմաց գույքեր կան, այսինքն փոխհատուցման դեպքում կարող եք իրենից այդ գումարը հետ ստանալ։ Հենց կոնկրետ իր անունով ոչ մի գույք չկա, ինքը անգամ բանկային քարտ չունի իր անունով, իսկ անենց կունենան էլի, տղան ինքը իմիջիալոց ես ձայնագրություն ունեմ մի քանի օրվա առաջ, որ ինքը ասում է, մարդու հետ է խոսում, ձայնային է ուղարկել ու ասում է, որ 4 միլիոնի համար ինձ ոչ մեկ չի դատելու, եթե դատեն էլ փողը վճարելու եմ դուրս գամ, ինքը գիտի Աստված իր հետ։ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու մասին առաջին անգամ եք բարձրաձայնում։ Այո, ես 3-րդ տարին գտնվում եմ Հայաստանում, ապրում եմ Վարչով, մենակ, ես երբեք իրենց ոչ մի հարցով չեմ դիմել, ինձ պետք է, ինձ անհրաժեշտ է, ես այս հարցով իրան հանդիպենք, ես իմ հարցը, ինձ թվում է մենակ ինքը այս հարցին լուծում կտա։
ունեք, որ կընդունի այսօր։ Հույս ունեմ, որ կընդունի, հույս ունեմ, որ իմ հարցին անհապաղ լուծում կտան, որովհետև այսօր $12,000 իմ նման մարդուն ամեն ինչ գործրած մարդու համար չափազանց շատ մեծ գումար է։ Այն դեպքում, երբ որ ես դա ոչ տոկոսով եմ տվել, ոչ պարտքով եմ տվել, ես տվել եմ իմ երեխեքի քարերը սարքելու համար։ Այսօր Փաշինյանը ստատուս էր գրել մեկ այլ տիպի խաբեության զոհ դառնալու հետ կապված, երբ որ մարդուն ինչ-որ ֆինանսական կեղծ բուրգի մեջ են ներքաշել, խնդրում էր, հորդորում էր քաղաքացիներին զգոն լինել, չխաբվել եւ այլն։ Հիմա ձեր այս խնդրի դեպքում չեք կարծում, որ ամեն ինչ կավարտվի զուտ հերթական հնարավոր է մի ստատուսով, էլի, բայց ոչ էական գործողություններով։ Եթե Հայաստանում դեռ չի մահացել այն փաստը, որ զոհվածին կարելի է հարգել, չգիտեմ, կարող է եւ հերթական ստատուսով ավարտվի, բայց մեծ հույս ունեմ, որ տենց չի լինի, որ կգտնվեն իրանց մեջ խիղճ, իրանք կարող են այս հարցին լուծում տալ, որովհետեւ սա այն հարցն է, որ չգիտեմ, մարդիկ լսում են, փշակ հաղվում են։ Այսօր դուք նստածույց հրաժարվել եք, այսինքն այդ մտքից ամեն դեպքում, չէ՞ Տիկին Ալը։ Տիկին Ռուզաննայի հորդորելով ես չեմ անի նստածույց, բայց եթե իմ հարցին լուծում չտրվի նորից հունվարի 20-ին դա հետաձգվի, այդ ժամանակ արդեն նստածույց կանեմ։